Ողջույն, Armenia TV-ի եթերում աշխարհի համերով ծրագիրն է եւ ես այս պահին անհավանական Տանզանիայում եմ։ Այսօր լինելու է շատ հետաքրքիր ծրագիր, որովհետեւ ես հայտնվելու եմ իրական սաֆարիում, տեսնելու եմ կենդանիներին, տեսնելու եմ ինչպես են նրանք առհասարակ ապրում այստեղ Աֆրիկայում։ Այնպես որ խորհուրդ չեմ տա փոխել ալիքը, լինելու է շատ հետաքրքիր։ Իմ արկածները Աֆրիկայում սկսված են։ Այս ծրագրում ես հայտնվելու եմ արդեն Տանզանիայում։ Ինչ է անում այստեղ զբոսաշրջիկը առաջին իսկ օրը։ Իհարկե այցելում է սաֆարի պուրակ տեսնելու բոլոր կենդանիներին։ Իսկ հետո էլ կանգ եմ առնելու տեղի ամենաթանկ հյուրանոցներից մեկում, որտեղ մեկ գիշեր գիշերակացը արժե $12,000։ Ունեմ 40 րոպե ժամանակ, որից հետո արդեն հատուկ մեքենայով կշրջեմ այստեղ սավանայում, այսինքն ամբողջ այս տարածքում եւ կհետևեմ կենդանիներին, սակայն մինչ այդ պետք է տեղավորվել իհարկե որևէ հյուրանոցում։ Իսկ ես նախընտրել եմ լավագույն հյուրանոցը Four Seasons։ Սա լավագույն հյուրանոցն է այս տարածքում եւ կտեղավորվեմ, մի փոքր կհանգստանամ ու արագ դեպի կենդանական աշխարհ։ Նույնիսկ Աֆրիկայում հայկական ջուր, այսինքն ռեր։ Եթե երբևէ ինչ-որ մեկը ինձ ասեր, որ իր կյանքի լավագույն արկածն ու ամենագեղեցիկ հանգիստը վայելել է հեռավոր Աֆրիկայի Տանզանիայում, ես կամ երկար կվիճեի ու կփորձեի ապացուցել, որ դա հնարավոր չէ, կամ էլ կծիծաղեի ու կանցնեի առաջ։ Բայց արի ու տես, որ հիմա ես այստեղ եմ, բացահայտում եմ այս գունագեղ աշխարհն ու նախանձում եմ ինքս ինձ, որ նման բախտի եմ արժանացել։ Տանզանիան ամենևին էլ անծայրածիր ու դատարկ անապատ չէ։ Այն փարթամ կանաչով ողողված մի հսկայական աշխարհ է, որտեղ կարելի է հանդիպել վայրի բնության քեզ հայտնի ու անհայտ կենդանիների ու թռչունների, շոշափելիության աստիճան մոտիկ լինել դրանց, համոզվել, որ մեր ու այս գիշատիչի երակներով նույն արյունն է հոսում, բացահայտել, որ թեև վայրի բնության ներկայացուցիչները մարդկային լեզու չգիտեն, բայց ապրում են նույն այն կարգերով, որ մենք։ Մեկ ամբողջ օրը չի բավականացնի, որ ես նկարագրեմ ու թվարկեմ աֆրիկյան կենդանական աշխարհի բազմազանությունը։ Այս բոլորը միևնույն տարածքում եւ մեկը մյուսի կողքին մի ինչ-որ հեքիաթային աշխարհ են ստեղծել ու ապրում են ու հիացնում։ Հիշում եք, չէ՞, Արյուծ արքա մուլտֆիլմը։ Այ հենց Տանզանիայում էլ կբացահայտեք, որ այնտեղ հորինված ոչինչ չկա, որ սա մարդկային երևակայության անսպառ խաղ չէ։ Այո, այս ամենը իրական է։ Արևի առաջին շողերի հետ արթնանում է Տանզանիան ու մինչև մայրամուտ առաջարկում զգացողությունների ամենավառ գունապնակը։ Շնորհակալ եմ ճակատագիր, որ բերել ես ինձ ու դարձրել ես այս գեղեցիկ հեքիաթի մի մասնիկը։ Արդեն քանի օր է շրջում եմ այստեղ Տանզանիայում եւ կարծես թե չեմ տեսել մարդկանց, որոնք դիմակ են կրում։ Այդ ամենը այստեղ պարտադիր չէ, սակայն նման բարձրակարգ հյուրանոցներում առանց դիմակի գտնվել ուղղակի չես կարող։ Ողջույն։ Ողջույն, բարի գալուստ Վարդան։ Ահա այսպես։ Ահա, դե ես արդեն այստեղ եմ Four Seasons հոթելում Տանզանիայում, Սերենգետի պուրակում եմ այս պահին գտնվում։ Ես գիտեմ, որ սա լավագույն հյուրանոցն է այս կողմերի եւ իհարկե ես այստեղ էլ կանգ եմ առնելու, բայց իհարկե ցանկալի է որպեսզի դուք նախ ներկայացնեք ինձ հյուրանոցը։
Ուրախ եմ, որ Տանզանիայում եք եւ հատկապես որ հենց մեր հյուրանոցն եք ընտրել։ Four Seasons հյուրանոցը լավագույնն է։ Մինչև ձեզ կուղեկցենք սենյակ ու ցույց կտանք այն, առաջարկում եմ մի փոքր էքսկուրսիա անենք մեր հյուրանոցով։ Ահա, իհարկե, սիրով։ Երբ ասում եմ, որ մեր հյուրանոցը լավագույնն է, բացարձակ չեմ չափազանցնում։ Մենք իսկապես շքեղ համարներ ունենք այստեղ։ Ունենք 72 սենյակ։ Դրանք լավագույնս են կահավորված։ Ներառում են հանգստի համար ամեն հնարավորություն։ Էլ չեմ ասում, թե ինչ ֆանտաստիկ տեսարան է բացվում յուրաքանչյուր համարից։ Ահա։ Գնացինք։ Գնանք, ավելի մանրամասն պատմեմ։ Ահա սա ընդունարանն է։ Այն կողմում բուտիկ ունենք, որտեղից մեր հյուրերը սովորաբար գնում են տարբեր իրեր, հուշանվերներ, որ իրենց հետ տանեն հայրենիք։ Հետաքրքիր դիզայն է իդեպ, ամբողջությամբ ծղոտից այսպես սպասքեր են պատին։ Այս կերպ փորձում ենք ներկայացնել մեր մշակույթը։ Մենք այստեղ ներկայացրել ենք գյուղի կանանց աշխատանքները։ Իդեպ արդեն տեղյակ եք սիրելի հեռուստադիտողներ, որ միմիայն Մասայի ցեղերի ներկայացուցիչները իրավունք ունեն ապրելու այստեղ Սերենգետի պուրակում, այլ ցեղեր այս վայրերում ապրելու իրավունք ուղղակի չունեն։ Ամենահետաքրքիրն այն է, որ հյուրանոցի աշխատակիցն իսկապես ոչինչ չի չափազանցնում։ Երբ դու այստեղ ես, համոզվում ես, որ այո, այս հյուրանոցը վայրի բնության մի հատվածն է։ Ասես ափիդ վրա լինի սավաննաների այն անծայրածիր հմայքը, որ առաջարկում է քեզ Աֆրիկան։ Հյուրանոցային քո համարից կարող ես վայելել վայրի բնության կյանքը, շփվել Մասայի ցեղախմբի ներկայացուցիչների հետ եւ բացահայտել նրանց մշակութային առանձնահատկությունները։ Հետո մի քիչ էլ ձախ գնաս ու հայտնվես օրինակ առյուծի տեսադաշտում։ Ադրենալինի հոսք զգաս ու չիմանաս, թե ինչ անես։ Լազուր կապույտ լողավազան, որտեղ դու լողանալիս կարող ես հանդիպել փղերի մի մեծ ընտանիքի։ Հարմարավետության լավագույն կանոնների համաձայն ու սպասարկման ամենաբարձր որակով քեզ կընդունեն, կապահովեն հանգիստդ եւ կնվիրեն հաճույքներ։ Վստահեցնում եմ, այս ամբողջ ընթացքում ձեզ չի լքելու այն միտքը, որ ուր որ եք արթնանաս ու կպարզվի, որ մի գունագեղ երազ ես տեսնում։ Բայց հետո կսթափվես ու կհասկանաս, որ ոչ, սա երազ չէ, սա այն իրականությունն է, որ քեզ նվիրում է անմոռանալի Տանզանիան։ Ահա, դե հիմա գնահատեք այս տեսարանը, մթնոլորտն ու միջավայրը։ Դուք տեսեք ինչ գեղեցկություն է այս կողմում, անհավանական է եւ կարելի է ուղղակի առավոտից մինչ ուշ երեկո հետևել կենդանիներին, ինչպես են գալիս, որտեվ այնտեղ տեսնում եք ջուր կա, որպեսզի կենդանիները մոտենան եւ խմեն, իսկ դու կարող ես այդ ընթացքում լողանալ լողավազանում եւ վայելել այս գեղեցկությունը։ Գիտեք, կարծես ամբողջ Սերենգետի պուրակը լինի ափերի մեջ։ Հենց այս մասին էի պատմում, երբ ասում էի, որ մեր հյուրանոցն ասես սավանայի մի մասնիկը լինի եւ շատ մոտ է բնությանը։ Ահա, ընդհանրապես չեմ զլանա եւս մեկ անգամ նշելու, որ Աֆրիկան ինձ իհարկե զարմացնում է։ Այստեղ հրաշալի է, այստեղ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի զբոսաշրջիկները իրենց զգան մաքսիմալ հարմարավետ։ Իհարկե ողջ օրը կարելի է այստեղ անցկացնել եւ հուսով եմ այսօր ես շատ կենդանիներ կտեսնեմ, չէ որ քիչ հետո ինձ է սպասում արդեն զբոսանքը այս պուրակում։ Գիտեք ինձ ինչ է նախհետաքրքիր, ինչպես է կարողանում պաշտպանել տարածքը հյուրանոցի, որպեսզի գազանները, չգիտեմ, առյուծները եւ այլ կենդանիները չհայտնվեն այստեղ հյուրանոցում։ Շատ լավ հարց է։ Դե նախ ցանկացած հյուրի մենք նախապես զգուշացնում ենք, որ մեր հյուրանոցը ցանկապատներ չունի։ Կենդանիներն ու այստեղ ապրող Մասայի ցեղի ներկայացուցիչները շատ ավելի մոտ են բոլորիս, քան կարող է թվալ։ Այստեղ սցենարներ չկան։ Ամեն բան կարող է պատահել։ Եթե այնուամենայնիվ մեր հյուրանոցն են ընտրում, ուրեմն պետք է զգոն եւ ուշադիր լինեն կանոններին։ Իսկ ասեք, որ ամիսներն են համարվում լավագույնը այստեղ Սերենգետիում շատ կենդանիներ տեսնելու համար։ Դե իրականում կլոր տարին էլ Աֆրիկայում ու հատկապես մեր հյուրանոցում անելիք կգտնեք։ Ցանկացած ամիս էլ հարմար է, բայց որպես կանոն մեզ շատ են այցելում հունիսից սկսած։ Ի վերջո հենց դա է համարվում հանգստի սեզոնն աշխարհում։ Բայց էլի եմ ասում, եղանակը կարևոր չէ։ Օրինակ դեկտեմբերից մարտ մեր կողմերում անձրևային սեզոն են համարում, բայց միևնույնն է, անձրևները միայն զովացնում են։
Ահա։ Դե ես կարծում եմ տարին 12 ամիս կարելի է գալ այստեղ եւ հետեւել կենդանիներին։ Այս պահին երևի թե գնանք տեսնեմ իմ համարը, որտեվ շատ եմ այն ցանկանում տեսնել։ Ես վստահ եմ նման մի գեղեցիկ տեսարան է ինձ սպասում է արդեն իմ իսկ համարից։ Սաֆարի, Աֆրիկա, շատ կենդանիներ, հրաշալի մթնոլորտ եւ իհարկե Royal Armenia-ի Բուչինոն։ Այս պահին ավել բան երջանիկ լինելու համար ինձ հարկավոր չէ։ Ահա, սա արդեն հատվածն է, որտեղ գտնում են սենյակները, համարները, տեսեք ինչ գեղեցիկ է այստեղ ամեն բան, կարծես գտնվեց իրական ջունգլիներում։ Ես վստահ եմ այս կողմերում ձեր Four Seasons հյուրանոցի հյուրերը եւս կարող են շատ կենդանիներ տեսնել։ Այստեղ ամենուր կենդանիներ կան, ինչ ասես կարող ես տեսնել, էլ զեբրեր, էլ եղջերուներ, նաև վագրեր։ Հուսական այս սավանաներում օրենքները սահմանում են կենդանիները։ Նրանք ամեն մեկն ապրում են իրենց տեսակի հետ։ Ապահովում այս իրականության կենսագործունեությունը։ Այստեղ համոզվում ես, որ ջունգլիների օրենքն ամենազորեղն է, ու եթե դու նրանց չվնասես, նրանք էլ քեզ ոչինչ չեն անի։ Ահա եւ ձեր սենյակը, Վարդան։ Հիմա կտեսնեք, որ չէի չափազանցնում, երբ ասում եի, որ այստեղ ամեն հարմարություն կա։ Իրականում այս ամբողջ հյուրանոցն ասես մի մեծ թանգարան լինի։ Այն ազգային պարկի հենց կենտրոնում է։ Գրեթե աննկատ է, ասես ոչ թե կառուցել են, այլ աճել է բնության մեջ։ Դե միայն տեսեք, թե ինչ սենյակում եմ անցկացնելու հանգիստս։ Ես իհարկե այստեղ ընդամենը մի քանի ժամ եմ անցկացնելու, որովհետև ինձ սաֆարին է կանչում եւ ուղղակի ափսոս է ժամանակը քնելու վրա վատնել։ Բայց եւ այնպես անգամ այդ մի քանի ժամը արժի վայելել, որտեղից ամբողջ սավանան ասես ափիտ վրա լինի։ Եթե ես մեկ ամիս ժամանակ ունենայի այստեղ Տանզանիայում, այդ մեկ ամսվա 10 օրը կանցկացնեի այս գեղեցիկ անկյունում։ Իդեպ Տանզանիայի այս հատվածում մեծամասնությամբ հենց այսպիսի հյուրանոցներ են։ Այսինքն բարձրահարկ շքեղ շենքեր այստեղ չես տեսնի։ Եվ դա ավելի քան տրամաբանական է։ Ամեն բան արված է այնպես, որ զբոսաշրջիկը գա ու միաձուլվի բնությանն ու վայելի վայրի աշխարհի բոլոր հաճույքները։ Ահա, ես ունեմ նույնիսկ անհատական լողավազան ու կարող եմ հետևել կենդանիներին ողջ օրը։ Սա մեր նախագահական սենյակն է։
Հենց այդ պատճառով էլ լավագույնն է։ Այստեղ կա շատ ավելին, քան մնացած սենյակներում։ Ինչպես ճիշտ նկատեցիք, այստեղ կա անձնական լողավազան։ Այստեղ կենդանիները շատ ավելի մոտ են գալիս։ Գուցե եւ ինչ որ պահի նկատես, որ օրինակ փիղը եկել եւ այստեղից ջուր է խմում։ Դե սիրելի հեռուստադիտողներ, իհարկե ես կանգ եմ առնում այստեղ ընդամենը 1 գիշերով։ Ես կարծում եմ սա տարվա լավագույն օրերից մեկն է լինելու ինձ համար, որովհետև նման հնարավորություն է ստեղծվել իմ ճանապարհորդությունների ընթացքում։ Ձեզ եւս շատ խորհուրդ եմ տալիս այցելել Տանզանիա, որովհետև այստեղ իսկապես շատ հետաքրքիր է։ Ես կանգ եմ առնում այս հրաշք հյուրանոցում, իսկ վճարումը իհարկե կատարել եմ American Express Gold քարտի միջոցով, ինչը խորհուրդ եմ տալիս նաև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, յուրաքանչյուր վայրում վճարումները կատարեք միմիայն այս քարտի օգնությամբ, իսկ եթե ցանկանում եք դառնալ American Express Gold քարտի քարտատեր, ուրեմն շտապեք կամ պատվիրել առցանց, ընդհանրապես այցելելով Agba բանկի օֆիցիալ կայք կամ ուղղակի զանգարեք ու դիմեք Agba բանկ։ Ծանոթացեք, Մարին ու Գիլբերտն են։ Իդեպ Մարին Տանզանիա, Քենիայից է ժամանել ու արդեն երկար ժամանակ է զբաղվում է այս աշխատանքով։ Հենց նրանց օգնությամբ էլ ես կվայելեմ անծայրածիր սավաննայի հրաշքները ու կծանոթանամ կենդանական աշխարհին։ Ինչպես նշեցի քիչ առաջ, ես պատվիրել եմ սաֆարի տուր, որպեսզի տեսնեմ կենդանիներին հատուկ մեքենայի վարորդի եւ ուղեկցորդի միջոցով։ Եվ վճարումը այդ ամենի համար իհարկե կատարում եմ առցանց իր շնորհիվ American Express Gold քարտի, ինչը խորհուրդ եմ տալիս նաեւ ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, բոլոր վճարումները կատարեք միմիայն այս քարտի օգնությամբ։ Որպեսզի դառնաք American Express Gold քարտի քարտատեր, ձեզ հարկավոր է դիմել Agba բանկ։ Մեքենան սպասում է արդեն ինձ, սկսում է ամենահետաքրքիրը։ Ողջույն, բարի գալուստ։ Ողջույն, ինչպես եք Վարդան։ Շատ լավ եմ, իհարկե ունեմ հրաշալի տրամադրություն, այսպես էներգիա եմ հավաքել, որպեսզի այսօր կարողանամ տեսնել կենդանիներին։ Շնորհակալ եմ, որ այսօր ինձ հետ միասին եք լինելու։ Ես վստահ եմ հեռուստադիտողներին շատ հետաքրքիր է լինելու։ Ասացեք, ինչ ենք այսօր անելու։ Ուրախ ենք, որ ընտրել եք մեր հյուրանոցը։ Վստահ եմ, որ լավ ու հանգիստ գիշեր եք վայելել այստեղ։ Ու հիմա սկսում ենք ձեր կյանքի լավագույն արկածները։ Հիմա գիդը էլ ավելի մանրամասն կներկայացնի մեր այսօրվա շրջայցը, բայց վստահեցնում եմ, որ այլևս երբեք չեք մոռանալու այս արկածը։ Դե ինչպես արդեն ձեզ բազմիցս այստեղ ասել են, Four Seasons հյուրանոցն ընտրելով դուք ընտրել եք նաև վայրի բնության հետ ակտիվ շփումը, որից հաճույք եք ստանալու։ Սերեկտիի հովիտն ենք բացահայտելու ձեզ համար, հատկապես հետաքրքիր կլինի այս վայրի կենտրոնական հատվածը, որը Սորոներա ենք կոչում։ Հենց այստեղ ենք հանդիպելու կենդանիներին, էլ փղեր կտեսնեք, էլ գիշատիչներ, բազմաթիվ թռչուններ, ձանձրանալու ժամանակ չի մնա։ Հրաշալի է, ես ուզում եմ ուշադրություն դարձնեք մեքենային, տեսեք բոլոր հարմարությունները կա, որպեսզի այսպես կանգնել ու ողջ օրվա ընթացքում հետևել կենդանիներին։ Միայն մի հարց, քանի որ բաց է այսպես տարածքը, վտանգավոր չէ, օրինակ կառույցը չի կարա ներս թռնի ու տեղ ավարտվի իմ ճանապարհորդությունը այստեղ Տանզանիայում։ Ոչ, ինչ եք խոսում, կենդանիները երբեք չեն ցատվում մեքենաների վրա։ Նրանց համար մեր մեքենան ու մարդը մի սին, մի մեծ ու անհասկանալի կենդանի է։ Իրենց համար վտանգ չի ներկայացնում։ Նրանք երբևէ փորձ չեն անում անգամ մոտենալ, էլ ուր մնաց հարձակվել։ Առհասարակ կենդանիները շատ խելացի են։ Եթե դու նրանց չես սադրում, չես բարկացնում, ուրեմն նրանք քեզ համար վտանգավոր չեն։ Վստահեցնում եմ, նրանց հետաքրքիր չես այնքան ժամանակ, քանի դեռ անիմաստ շարժումներ չես անում, ուշադրություն չես գրավում, զգույշ ես,
եւ զգոն։ Եթե հետևես անվտանգության բոլոր կանոններին, հատուկ շարժումներ չանես, լրացուցիչ ուշադրություն չգրավես, նրանք մեքենային մոտ չեն գա ու վտանգ չեն ներկայացնի։ Սա արկած է, որը պետք է վայելել, բայց եւ անխելք քայլեր անել եւս պետք չէ։ Ահա, հասկանալ է, դե իմ ճանապարհորդությունը իրական էսպես աֆրիկյան այս պահին է միգուցե սկսված, ես պատրաստ եմ վայելելու։ Գնացինք։ Գնացինք առաջ։ Կարիբուսանա։ Կարիբուսանա։ Առաջ դեպի արկածներ։ Մեզ բարի ու անփորձանք ընթացք։ Իմ արկածները Աֆրիկայում սկսված են։ Հիմա հյուրանոցային համարից հեռու կսկսվի իրական աֆրիկյան արկածս։ Գիտեք, միգուցե ձեզ համար սա արդեն սովորական երևույթ է, որովհետև ամեն օր գտնվում եք այստեղ, պտտվում, շրջում, տեսնում շատ կենդանիների, բայց մեզ համար, զբոսաշրջիկների համար սա անհավանական հետաքրքիր է ու էմոցիաները այսպես փոխանցել շատ դժվարանում է։ Այո, բոլորն էլ նույնն են ասում։ Ոչ ոք որպես կանոն սաֆարիի հնարավորությունից չի հրաժարվում, որովհետև սա յուրօրինակ մի արկած է, որի նմանը գուցե այլևս երբեք չունենաս։ Ի վերջո սա վայրի բնության հետ միաձուլվելու յուրօրինակ առիթ է։ Ու եթե դու չես վախենում ու ընկղմվում ես այս արկածի մեջ, մեկ ընդմիշտ փոխվում ես եւ դառնում բոլորովին այլ մարդ։ Մեր հյուրերը սովորաբար մեծ ու աղմկոտ քաղաքներից են գալիս, որտեղ հնարավորություն չունեն բնություն վայելելու։ Սաֆարին քեզ տալիս է բացառիկ շանս նորից միաձուլվելու այս գեղեցկության հետ։ Միայն տեսեք, թե ինչ տեսարան է, չնայած մի քիչ անպամած է, բայց դրանից տեսարանը չի տուժում։ Ինչ խոսք, արևային օրերին այստեղ ամեն բան ավելի վառ է, բայց եւ շատ շոկ է լինում կիզիչ արևի տակ։ Կարող ենք համարել, որ ձեր բախտը բերել է, վայելեք սավաննան, սա իսկապես մարդու եւ բնության ներդաշնակության աղբյուրն է։ Տեսնում եք, ամենտեղ կենդանիներ են վազվզում։ Մի պահ թվում է, թե վերադարձել ենք մարդկության պատմության հենց այն ակունքներին, որտեղ մարդն ու կենդանին մի ամբողջություն էին։ Կենդանիների հետ շփումը հանգստացնում է, այս անծայրածիր կանաչ թավիչն էլ թույլ է տալիս խաղաղվել։ Նման բաներ միայն ֆիլմերում եք հանդիպում, իսկ հիմա հնարավորություն ունեք այստեղ մոտիկից զեբրեր ու գոմեշներ տեսնել։ Ինձ համար սա արդեն վաղուց ոչ թե աշխատանք է, այլ կենսակերպ, որով նաև գումար եմ վաստակում։ Ես պաշտում եմ վայրի բնությունը, սովորում կենդանիներից, վայելում քեզ պես նորեկների ապրումներ ու զգացողությունները, նորից ու նորից հասկանում, որ բնությունը տալիս է բոլոր հարցերի պատասխանը։ Մենք հիմա Տանզանիայի ազգային ամենամեծ պուրակում ենք։ Ինչքան էլ նկարագրեմ զգացմունքներս, միևնույն է չի ստացվի։ Ախր դեռ երբեք այսքան ներդաշնակ չեմ եղել բնության հետ։ Մենք մեքենայով գնում ենք, իսկ մեր կողքին վազում են վայրի գոմեշներ ու պարզապես չես կարող միանգամից չհիշել առյուծ արքայի այն հայտնի տեսարանը, որտեղ էլի գոմեշների մեծ հոտ է վազում։ Հիշեցիք, չէ՞։ Իդեպ ասեմ, որ այս կենդանիները ամենևին էլ բարի ու խելոք կաթնասուններ չեն։ Դրանք շատ վտանգավոր են մարդու համար ու վայ նրան, ով հանկարծ կհայտնվի նրանց ճանապարհին։ Նայում ես ու մտածում, թե ինչ փոքր է մարդը բնության համար։ Այստեղ թելադրողը նրանք են, այս աշխարհի տիրակալները, կենդանիները։ Սիրելի հեռուստադիտողներ, սիրով ձեզ եմ ներկայացնում Բանդիվան կատ ընկերության կատնամթերքը եւ իհարկե պանրի տեսականին, որոնք պատրաստված են սեփական ֆերմայի կովերի կաթից, հենց դրա համար էլ դրանք միշտ շատ թարմ են եւ շատ համեղ։ Ուզում եմ ձեզ ներկայացնել նաեւ բացարձակապես նորույթ Բանդիվան կատ ընկերության քամած մածունը, որը արդեն կարող եք գտնել մոտակա խանութներում, այն եւս շատ միշտ թարմ է եւ շատ
համեղ։ Եվ չմոռանաք նշել, որ այս արտադրանքները կարող եք գտնել մոտակա խանութներում եւ որ ամենակարևորն է գնելուց առաջ ունեք հնարավորություն այս ամենը համտեսելու, հետո նոր գնելու։ Այնպես որ բոլորին խորհուրդ եմ տալիս Բանդիվան կաթ ընկերության արտադրանքը։ Ինձ ասաց վարորդ գիտը, որ շատ գեղեցիկ տեսարան է սպասվում։ Հիմա որ մեծ ջրավազանին մոտենանք, կտեսնես, թե գետաձիերի ընտանիքները ինչպես են վայելում հանգիստը։ Հիմա մեզ մոտ կարճ անձրևների շրջան է։ Սա նշանակում է, որ գետերն ավելի վարար են։ Դե դա էլ իր հերթին նշանակում է, որ գետաձիերն ավելի շատ են դուրս գալիս իրենց բներից ու գալիս ջուրը վայելելու։ Դե ահա եւ նրանք։ Այ քեզ բան։ Տեսեք ինչ շատ են սիրել հեռուստադիտողներ, սա անհավանական է։ Այլ զգացողություն է, երբ որ դու տեսնում ես այս կենդանիներին գազանանոցում, հա, ինչ որ փակ վիճակում, բայց այլ իհարկե հաճույք է հետևել նրանց այսպես հենց իրենց իսկ իրական կյանքում։ Այստեղ գտնվելը վտանգավոր չի։ Գիտես, եթե հիմա նետվես ջուրն ու հարձակվես նրանց վրա, իհարկե վտանգավոր է, բայց եթե քեզ խելոք պահես, բան էլ չի պատահի։ Դու նրանց համար հետաքրքիր չես, քանի դեռ վտանգ չես ներկայացնում։ Նրանք այսպես ամբողջ օրը խելոք ու հանգիստ անցկացնում են ջրի մեջ, որովհետև ջրից դուրս իրենց հարմարավետ չեն զգում։ Նրանց կաշին որքան էլ զարմանալի թվա, այդքան հաստ չէ։ Արևի տակ օդի հետ շփման ընթացքում լավ չեն զգում իրենց։ Այսինքն կոպիտ ասած, եթե դու չմտնես նրանց տարածք, քեզ համար ոչ մի վտանգ էլ չեն ներկայացնի։ Այսպես ամբողջ օրը կմնան ջրի մեջ, հետո երբ արև չլինի, դուրս կգան։ Բայց եթե հանկարծ գաս ու փորձես սողոսկել նրանց անձնական տարածք, նրանք քեզ որպես թշնամի կընկալեն եւ վերջ, այստեղ քո պատմությունը կավարտվի։ Հազիվ թե փրկվես։ Աֆրիկայում գետաձիերն ավելի շատ մարդ են սպանել, քան առյուծները։ Սա չափազանցություն չէ, սա վիճակագրություն է։ Իսկ պատճառն այն է, որ մարդիկ առավոտյան գալիս ու մտնում են նրանց ջրավազանի մեջ։ Երբ տեսնում ես ջրի մեջ են, ուղղակի նայիր ու հեռացիր։ Ահա, այսինքն երբ այս կենդանիները ջրում են, անվտանգ է, հա, գալ այստեղ հետևել նրանց, նույնիսկ կանգնել այստեղ մի քանի րոպե, բայց երբ նրանք ջրից դուրս են, արդեն վտանգավոր է եւ մեքենայից դուրս գալ չի կարելի։ Ճիշտ հասկացար, էլի եմ ասում, ջրից դուրս նրանք քեզ որպես թշնամի են ընկալելու, որն եկել է եւ փորձում է վնաս տալ։ Դրա համար էլ խորհուրդ ենք տալիս նման պահերին մեքենայից դուրս չգալ ու ավելի ապահով վայրից հետևել նրանց։ Ահա, դե հետևեմ այս ամենին, սիրելի հեռուստադիտողներ, սա անհավանական զգացողություն է, իսկապես Աֆրիկան ինձ զարմացնում է ամեն օր, ոչ թե ամեն օր, այլ ամեն րոպե, այստեղ գտնվելը իսկապես հրաշալի է։ Ինչպես արդեն պատմեց ինձ ուղեկցող գիդը, գետաձիերն իրենց օրենքներն ունեն։ Շատ կարևոր է չներխուժել նրանց փխրուն աշխարհ։ Չկարծեք, թե նրանք ալարկոտ ու փափուկ երևույթներ են։ Նրանք իսկապես շատ վտանգավոր են։ Որպես կանոն, սավանայի մյուս կենդանիները չեն էլ փորձում նրանց վրա հարձակվել, որովհետև հաստատ կենդանի չեն մնա։ Ժամանակին կանայք ողջ ամառ պատրաստում էին պահածոներ, կորցնում շատ էներգիա եւ ժամանակ։ Այսօր դրա կարիքը իհարկե չկա, քանի որ կարելի է այցելել մոտակա խանութ եւ գնել Ռակ-Մակ ընկերության պահածոներից որևէ մեկը։ Միանշանակ վստահեցնում եմ, այն շատ համեղ է եւ որակով։ Այնպես որ սիրելի կանայք, այսօր ձեր աշխատանքը կարծես շատ ավելի հեշտ է դարձել։ Ուղղակի գնում եք մոտակա խանութ, գնում Ռակ-Մակը եւ վայելում ողջ ընտանիքի հետ միասին։ Դե իսկ բոլորովին այլ սովորություններ ունեն ընձուղտները։ Այն նրանք մարդու համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում։ Ապրում են ընտանիքներով, վայելում են օրը, ուտում են, զբոսնում, բայց եւ երբեք թույլ չեն տա, որ հանկարծ անհանգստացնես նրանց։ Նրանք թեև գիշատիչ չեն, բայց դե տիրապետում են այնպիսի հարվածի, որ անգամ առյուծներին են կիլոմետր այն կողմ շպրտում։
Ահա, հիմա եկանք ընձուղտների մոտ։ Բնականաբար գիտես, որ աշխարհի ամենաբարձրահասակ կենդանիները իհարկե հենց ընձուղտներն են։ Նրանք երբեմն մինչև 5 մետր երկարություն են ունենում։ Եթե նկատեցիր, հիմա մեր ընձուղտները մի քիչ չաղլիկ են, որովհետև սա նրանց ձագեր ունենալու սեզոնն է։ Հղից եւ ռնգեղջուրից հետո հղիության ամենաերկար ընթացքը ունենում են ընձուղտները՝ մոտ 15 ամիս։ Երևի գիտես, որ ընձուղտների ցեղաքանակը վտանգված է, որովհետև դրանք միշտ որսի թիրախ են դառնում։ Դրանց մորթին ու միսը շատ բարձր արժեք ունի սև շուկայում։ Հենց սա է պատճառը, որ մեր պուրակներում մեծ զգուշությամբ ենք վերաբերում նրանց, հատկապես հղիության շրջանում։ Թվաքանակը փրկել է հարկավոր։ Ընձուղտները խոտ են ուտում հիմնականում, այնպես որ առանձնահատուկ ուշադրության կարիք այս առումով չունեն։ Ամենակարևորը նրանց արտաքին եւ ներքին թշնամուց պաշտպանելն է։ Դե բնականաբար մարդը թիվ 1 թշնամին է, իսկ վայրի բնության մեջ նրանց թշնամին առյուծներն ու վագրերն են։ Սավանաներում կերի ու ջրի պակաս չկա։ Մարդկային գործոնից մենք ենք պաշտպանում, դե իսկ առյուծներից էլ իրենք են իրենց պաշտպանում։ Նրանք շատ ուժեղ կենդանիներ են եւ կարող են գլխի մեկ հարվածով մի քանի առյուծ շպրտել այս ու այն կողմ։ Ընձուղտները սոցիալապես շփվող են։ Նրանք փոքրիկ խմբերով են ապրում, հետեւաբար մեկը մյուսին անպայման պաշտպանում են։ Ոչ մի ընձուղտ մենակ չի զբոսնում։ Եթե դու հանկարծ տեսնում ես մի ընձուղտ, վստահ եղիր, որ տարածքում հաստատ եւս մի քանիսը կան։ Նրանք ապրում են խմբերով։ Խմբերով են ուտում, խմբերով են պաշտպանվում, ու եթե դու մեկին տեսել ես, ուրեմն մնացածը ուղակի թաքնվել են կամ մի քիչ հեռու զբաղված են ուտելով։ Բնության մեջ միայնակ ընձուղտներ չկան։ Սա էլ շատ հաճախ փրկում է նրանց առյուծներից, այլ գիշատիչներից եւ անգամ մարդկանցից։ Ես անընդհատ կրկնելու եմ ու խնդրում եմ չմեղադրեք ինձ դրա համար, բայց էմոցիաները ինձ պարուրել են։ Տանզանիան լավագույնն է, որ պատահել է ինձ հետ, իսկ սա դեռ միայն սկիզբն է։ Ես այստեղ եկել եմ անծայրածիր սավանաները վայելելու ու կենդանիների հետ շփվելու համար։ Այսօր եղանակը ինձ չի ժպտում, անձրև է գալիս, սակայն կենդանիներ տեսանք եւ հուսով եմ դեռ օրը առջևում է կհասցնենք դեռ շատ կենդանիներ տեսնել այստեղ Աֆրիկայում եւ մի հետաքրքիր փաստ, որպեսզի շատ ժամանակ չկորցնեք սնվելու վրա, այսպիսի տուփեր են կազմակերպվում հյուրանոցների կողմից, որտեղ կա սնունդ հատուկ ճաշելու համար։ Քանի որ ես կանգ էի առել այստեղի լավագույն հյուրանոցներից մեկում Four Seasons-ում, ուստի տեսնում եք ինչքան կերակուր ունենք մեզ հետ միասին, ուզում եմ ձեզ ցույց տալ ինչեր կան այստեղ, այսպիսի տուփերի մեջ։ Օրինակ սա աղցաններ, քաղցրավենիք, տաք կերակուր նույնիսկ կա, մի խոսքով ամեն բան կա։ Սա ինչ է։ Սա արդեն միսն է։ Մի խոսքով ամեն բան այստեղ ստեղծված է, որպեսզի դուք շատ հարմարավետ ճանապարհորդեք եւ ունենաք ավելի շատ ժամանակ տեսնելու կենդանիներին։ Գիտեք, որպեսզի այս ամենը լինի շատ համեղ, ես առաջարկում եմ, որպեսզի մենք այն համտեսենք Royal Armenia-ի սև աղացած պղպեղով, որը շատ համեղ է եւ առանձնահատուկ մսի եւ աղցանների հետ միասին այն համը ավելի կկրկնապատկի, այն կլինի ավելի համեղ եւ կլինի Աֆրիկա հայկական ճաշ մեզ մոտ այստեղ։ Իրացի սավանաներ են։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա խնդիր է կենդանիների համար, որովհետև թաքնվելու տեղեր չկան, բայց ոչ, բնության մեջ ոչինչ պատահական կամ անիմաստ չէ։ Այս հարթ տարածքներում հիմնականում եղջերուներն ու անտիլոպաներն են բազմանում, իսկ նրանց իսկապես պետք է միայն խոտածածկ տարածք։ Նախ դրանով նրանք լուծում են իրենց սննդի հարցը, հետո այսպես ավելի հեշտ է ձագուկներ ունենալ ու շարունակել ցեղատեսակը։ Բնակության համար էլ է հարմար, սննդի հարցը լուծելու համար էլ շատ հարմար միջավայր է։ Իհարկե կա գիշատիչների վտանգ, բայց դե սա վայրի բնություն է, որտեղ գործում են ջունգլիի կանոնները։ Այո, սննդի շղթայում ամեն մեկն իր տեղն ունի եւ հնարավոր չէ խախտել այդ համամասնությունը։ Գիշատիչները ուտում են եղջերուներին, նրանք սնվում են խոտով, ապրում են, պաշտպանվում են, բազմանում են եւ շարունակում վայրի բնության անծայրածիր աշխարհը բազմազանությամբ ապահովել։ Մենք էլ գալիս ու այսպես հիանում ենք, բայց շատ կարևոր է, որ հանկարծ չվտանգենք նրանց։ Շատ քչերն են սաֆարիից հետո մտածում կենդանիներին կամ բնությանը վնասելու մասին։ Ներաշխարհը փոխվում է։
մի տեղից մյուսը հասնելու համար բավական երկար ճանապարհ ենք անցնում, բայց հավատացնում եմ, անգամ այդ ճանապարհը չի ձանձրացնում, որովհետև ամեն տեղ, ամեն քայլափոխին արկածներ ու հրաշքներ են։ Մի տեղում զեբրաներ, մյուսում անտիլոպաներ, մի խոսքով ամեն բան հետաքրքիր է։ Right now we are heading to Տես, ինչ լավ ես ջուր խմում, շատ խորհրդանշական է, որովհետև հիմա գնում ենք մեր կողմերի ամենամեծ գետի մոտ, որն էլ ապահովում է այս կողմերի կենդանիների ջուրը։ Առանց ջրի կյանք չկա, հետևաբար կենդանիների կյանքն էլ ուղղակի հնարավոր չէր լինի առանց դրա։ Եթե չլիներ այն ավազանը, որի մոտ ուղևորվում ենք, այստեղ պարզապես այսպիսի հարուստ կենդանական աշխարհ չէր զարգանա։ Ոչ մի տարօրինակ բան չկա։ Ջուրը ամենակարևոր բաղադրիչն է կենդանի ցանկացած էակի համար։ Հետաքրքիր է, որ այստեղ հիմա, հենց հիմա Աֆրիկայում վայելում եմ ռեր շրջալցված հանքային աղբյուրի ջուրը, որը ինչպես տեսնում եք եզակի է իր դիզայնով եւ իհարկե որակով։ Գիտես, եթե հուլիսին գաս այս կողմերը, կտեսնես նաև կոկորդիլոսներին, բայց տարվա այս եղանակին նրանք շատ չեն հանդիպում։ Դրա համար էլ ավազանում հիմնականում գետաձիերի տեսանք։ Կենդանիների մասին շատ պատմեցի։ Հիմա մի քիչ էլ պատմեմ այն ցեղերի մասին, որ ապրում են այստեղ։ Երևի քեզ արդեն պատմել են կամ կարդացել ես, որ այս կողմերում միակ ցեղախումբը, որ ապրում է, Մասսային է։ Դա իհարկե երկար պատմություն ունի։ Դեռ հին ժամանակներում տարբեր ցեղախմբեր են եղել այստեղ, որոնցից յուրաքանչյուրն իր կենցաղն ու օրենքներն է ունեցել։ Մեկը մյուսին խանգարել են ու թշնամի են համարել։ Արդյունքում սովորական գոյության պայքար։ Մնացել ու հաստատվել է այն ցեղը, որն ավելի ուժեղ է եղել։ Հաստատվելուց հետո նրանք էլ թույլ չեն տվել, որ այլ ցեղ գա այս կողմերում բնակություն հաստատելու։ Հետագայում այս տարածքները ազգային պարկի են վերածվել եւ այս փաստն էլ իր հերթին է բացառել այլ ցեղերի մուտքը այս կողմերում, որովհետեւ դրանք շատ էին վնասում տեղի կենդանական աշխարհին։ Իսկ այ մասսայիները հակառակը հոգ են տանում ու անում են ամեն բան, որ կենդանիները բազմանան եւ ոչ թե պակասեն։ Դա է պատճառը, որ այստեղ միայն այդ մի ցեղն է ապրում։ Սիրելի հեռուստադիտողներ, սիրով ձեզ եմ ներկայացնում RAK-MAK ընկերության ապրանքները։ Այս պայն սեղանին դրված է այս ընկերության ապրանքներից մի քանիսը, որտեղ տեսականին շատ մեծ է։ Այս ամենը բերել եմ այստեղ Աֆրիկա, որպեսզի հյուրասիրեմ այստեղի տեղի բնակիչներին եւ որպեսզի նրանք տեղյակ լինեն, ինչ որակյալ ապրանք ունենք մենք Հայաստանում։ Այստեղ սեղանին է դրված RAK-MAK ընկերության խորոված բանջարեղենը, մարինացված շուշանը, տոմատի մածուկը, մի խոսքով տեսականին շատ մեծ է։ Սիրելի կանայք, չմոռանաք խանութ այցելելիս անպայման գնել այս համեղ ապրանքներից մեկը։ Ուզում եմ այս կապից խոսել, տեսնում եմ մեքենայում կապ կա, սա ինչի համար է։ Դե կապի միջոց նման վտանգավոր վայրերում պետք է։ Հազար ու մի բան կարող է պատահել։ Պետք է կապի մեջ լինեն գլխամասի գրասենյակի հետ։ Հետո գուցե մեքենան փչանա կամ մի բան լինի։ Կարճ ասած, այս ռադիոկապը հաճախ կյանքեր է փրկում, բայց այն նաև եւս մի գործառույթ ունի։ Հաճախ մեծ խմբերով են գալիս էքսկուրսիաների։ Մենք միաժամանակ մի քանի մեքենայով ենք շրջում, եւ որպեսզի ամեն մեքենայի մեջ մի գիծ չնստեցնենք, ռադիոկապով բոլորը լսում են առաջին մեքենայի գիդի պատմածներն ու ուղղորդումները։ Ինչպես արդեն ասել եմ, ոչ մի դեպքում մեքենան լքել չի կարելի։ Դու երբեք չես իմանա այս բարձր խոտերի մեջ առյուծներ կան թե ոչ, ու եթե հանկարծ նրանք եղան ու հարձակվեցին, վստահեցնում եմ քեզ, երբեք չես հասցնի գալ ու թաքնվել մեքենայում։ Գիտեք, ես տեսնում եմ դուք շատ իրեք, որպեսզի մեքենայից ես հանկարծ դուրս չգամ, փաստորեն դա խիստ արգելված է այստեղ։ Դու շատ արագ համեղընթրիկ կդառնաս մի որևէ Սիմբայի համար։ Դրա համար էլ զբոսաշրջիկներին թույլ ենք տալիս մեքենան լքել միայն այն վայրերում, որ
Սիրելի հեռուստադիտողներ, ես այս պահին գտնվում եմ անհավանական Աֆրիկայում, որտեղ ինձ շատ դուր է գալիս։ Ես ամեն օր հայտնվում եմ նման գեղեցիկ միջավայրում, իսկ որպեսզի օրս սկսեմ ավելի այսպես հայկական, նույնիսկ այստեղ Աֆրիկայում, ես իհարկե ինձ հետ այստեղ եմ բերել Բանդիվան կաթ ընկերության արտադրանքը, որը շատ համեղ է եւ խորհուրդ եմ այն տալիս բնականաբար նաեւ ձեզ։ Ուզում եմ հիշեցնել, որ այս ընկերության արտադրանքը պատրաստվում է սեփական ֆերմայի կովերի կաթից։ Հենց դրա համար էլ այն միշտ շատ թարմ է ու համեղ։ Հենց հիմա առաջարկում եմ շտապ գնաք մոտակա խանութ, գնեք Բանդիվան կաթ ընկերության արտադրանքներից որևէ մեկը եւ վայելեք ողջ օրվա ընթացքում։ Այսօր այսքանը սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք ձեզ հետ միասին անպայման կհանդիպենք Armenia TV եթերում։ Չմոռանաք ինձ գրել իմ Instagram-յան, Facebook-յան, TikTok-յան եւ YouTube-յան էջերին։ Հաջորդ ծրագրում ես նորից հայտնվելու եմ Ուգանդայում, որտեղ հանդիպելու եմ մի կնոջ, ով լույս աշխարհ է բերել 42 երեխայի։ Կտեսնեմ ինչ պայմաններում է նա ապրում։ Դե հետո էլ նրա մեծ ընտանիքի հետ միասին կհայտնվեմ տեղի շուկաներից մեկում։ Գնումներ կանեմ, կվերադառնամ տուն ու կսկսենք պատրաստել համեղ մի ուգանդական կերակուր։